Ըստ վիճակագրական կոմիտեի նոյեմբերին գնաճ է արձանագրվել։ Դուք գնաճ նկատել եք, որ ապրանքներն են թանկացել։ Դե երևի ամեն ինչ ամեն օր թանկանում է, ամեն ինչ, ասենք այսօր 10 դրամ, վաղը 10 դրամ, այսօր 10 դրամ, ամեն ինչ ամեն օր թանկանում է։ Անկեղծ ասած չեմ իմանում, որ նա թանկացել, ուղղակի վերջում վճարելուց հասկանում եմ, որ թանկացել է, որովհետև նույն բանն ես գնում, հատկապես դեղորայքը։ Մի ամսվա մեջ 10,000-ի տարբերություն գրանցվեց, դա արդեն հսկայական է։ Մեր տարիքում չէ, մեծերը ավելի շատ են դեղերից օգտվում։ Այո, շատ վատ է։ Իրականում որ կյանքը թանկացել է, այո, բայց տենց որ կոնկրետ ասեմ, չէ, ցավոք ուշադիր չեմ եղել գներին։ Չեմ գնում ես։ Ամեն ինչ թանկացել է։ Քիչ թանկացել է, ժողովուրդը կողջ չէ։ Հիմնականում որ ասեմ շատ կարող եմ ասել որը ինչ կա, զգում եմ, բայց չեմ կարող կոնկրետ ասել որը։ Все продукты подорожали։ Միրգնել, բանջարեղեն, բակալի, ամեն ինչը, նույնիսկ հացը։ Կատնամտեշկը հիմնական էդի կարամ ասեմ ձեթը, վերջի շրջանում ձեթը, կատնամտեշկը թանկացել է, պանիրը, ամեն ինչը, թթվասերը նկատելիորեն, շատ մեծ նկատելիորեն թանկացել է բոլորն էլ։ Բոլոր դեպքերում գնաճը ոչ կա, մեզ համար ցավալի է դա։ Հատկապես թոշակառուներից համար հաշվար կոպեկներով ենք ապրում։ Ամեն ինչն է թանկ է։ Գույքը աղբահանություն, ապրանքները, ամեն ինչն է թանկացել է ու զգալիորեն նկատելի է։ Աշխատավարձը շատ քիչ է։ 6-7 դրամի առևտուր ենք անում, մի ժամ հետո չկա։ Դե միսն էլ չեմ ասում էլ։ Չեմ նկատել։ Նոր տարիա միշտ է թանկությունը լինում է, այդ նորությունն է։ Կատնամթերքը, այդ բրինձը, ամեն ինչը, կարագը, ամեն ինչը թանկացել է։ Միայն մեզ մոտ չի։ Բոլոր պետություններում ես տեղեկություն ունեմ, ընդհանուր այսպես թանկացում է գնում, չգիտեմ ինչի հետ կապված։